Բոլորս մոռացել ենք, որ 2008 թվականի Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների մի քանի օր տևեց Հայաստանի բենզինի շուկան կաթվածահար էր եղել։ Իսկ այսօր գլոբալ փոփոխությունները այո գների վրա ազդեցություն ունեցավ, բայց ապրանքի արկայության հարց ընդհանրապես չառաջացավ։ 0 Դիվերսիֆիկացման այս տրամաբանությունը պետք է կիրառել տնտեսության բոլոր ճյուղերում, արտահանումների եւ ներմուծումների ոլորտում, եւ մենք գնալու ենք այս ճանապարհով, որովհետեւ ակնհայտ է, որ մեկ շուկայից անհամաչափ կախվածությունը, անկախ նրանից տվյալ պահին այդ շուկայի հետ կապված որևէ դժվարություն արկա է թե ոչ, սպառնալիք է, որը ցանկացած պահի կարող է կիրառվել երկրի անկախությունը սահմանափակելու համար։ Սա այն դեպքն է, որի կառավարման ճշգրիտ բանաձև գոյություն ունի։ Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, եւ նավթամթերքի շուկան այս բանաձևի կիրառման փայլուն օրինակ է։ 2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նավթամթերք են ներմուծվել 20 տարբեր երկրներից։ Սա իրական դիվերսիֆիկացիա է, հավասարակշռման եւ հավասարակշռված քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը պետք է տարածել տնտեսական բոլոր ոլորտների վրա։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, Առիթ ունեցել եմ ասելու, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։ Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ. կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանը անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, եւ վստահ եմ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային։ Ինչպես ասացի, 2025 թվականի մարտին ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Վերնագրից եւ նաեւ կարճ բովանդակությունից օրենքի ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ process-ի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ որ հանգրվանային կետի եւ հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանը անդամագրվելու համար։ Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է եւ առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Կա նաեւ տնտեսական կոմպոնենտը։ Հայաստանի Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում եւ սրա հնարավոր էֆեկտները տեսնելու եւ հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։ Իմ ընկալումը այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց եւ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Բայց նաեւ այս առիթով եմ ուզում պարզաբանել,
թե մենք ինչու ենք որդեգրել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ ինչու ենք խոսում Եվրոպական միության անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխաններ այսօր չունենք։ Մի բարձ պատճառով այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը։ Մենք ձևավորում ենք եւ ձևավորելու ենք այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի համար։ Այլընտրանքներ ունենալը պետական անվտանգության հարց է մեզ համար, որովհետեւ այլընտրանք չունենալը նշանակում է որևէ մեկին հնարավորություն տալ մեզ պարտադրել ցանկացած բան։ Այս ընթացքում մենք ստեղծել ենք բազմաթիվ այլընտրանքներ, օրինակ սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման հարցում։ Եթե մենք շարունակեինք մնալ առանց այլընտրանքների, մեր բանակը չէր ունենա այն սպառազինությունը եւ տեխնիկան, որը այսօր ունի։ Եվ ընդհակառակը մենք հիմա կրում ենք այն բանի հետևանքը, որ Հայաստանում արտադրված վարդի արտահանման այլընտրանք չէր ձևավորվել։ Եթե ձևավորված լինել, մենք մեզ երաշխավորեինք ընթացիկ խնդրից, այնպես ինչպես երաշխավորել էինք բենզինի խնդրից։ Եվ ելի ասում եմ, բացարձակապես համաձայն չեմ այն գնահատականի հետ, թե արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է։ Դա ճգնաժամ է Եվրասիական տնտեսական միության համար, իսկ Հայաստանի Հանրապետության համար դա հնարավորություն է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչպես աշխարհում կան բազմաթիվ զենք վաճառողներ, մանավանդ երբ դու որդեգրում ես այդ զենքը միայն պաշտպանական նպատակներով կիրառելու եւ քո երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս դրանք չի կիրառելու ռազմավարություն, ինչը մենք արել ենք հրապարակային կերպով, այնպես էլ աշխարհում կան բազմաթիվ վարդ գնողներ եւ վարդը այդ բազմաթիվ գնողներին հասնելու համար մի բան է հարկավոր՝ աշխատանք, գրագետ, հետևողական, համբերատար աշխատանք, ինչը եւ մենք մեր հարգելի տնտեսվարողների հետ անպայման կանենք եւ անում ենք։ Իդեպ, կառավարությունը այս աշխատանքը վաղուց է սկսել, բայց զենքի թեմայով կառավարությունը որոշելու մենաշնոր ունի, որտեղ ձեռք բերի, ինչ եւ այլը։ Մյուս ոլորտներում այդպես չի։ Եվ հաջողություն այդտեղ շատ դեպքերում չենք ունեցել, որովհետև մեր հարգելի տնտեսվարողներին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով շատ դժվար է դուրս բերել, այսպես ասած, կոմֆորտ զոնայից։ Բայց մենք միշտ այդ ազդակը տվել ենք, որ տեսեք շատ ապրանքներ կան, որ դուք արտահանում եք մեր ինքնիշխանության հաշվին եւ գալու է պահը, երբ որ մենք հարց է ձևակերպվելու, ինչն ենք մենք ընտրում։ Մենք այս ուղերձը միշտ տվել ենք, որ մենք ընտրելու ենք ինքնիշխանությունը, ուրիշ տարբերակ պարզապես չկա։